Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, նրա հետ խոսելու ենք երկրի ներքաղաքական խնդիրների, ինչպես նաև քաղբանտարկյալների մասին։ Բարև ձեզ Վահե ջան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն սկսեմ նրանից, որ երկրում տիրող իրավիճակը դեռ ոչ մի փոփոխության չի ենթարկվել, այսինքն մեր նախորդ զրույցներից ու հարցազրույցներից ոչ մի բան չի փոխվել, բացի նրանից, որ միայն Լիդա Մանթաշյանը ազատ է արձակվել ու Արտուր Սարգսյանը գրավով էլի տնային կալանք։ Մնացած քաղբանտարկյալները իրենց տեղում են, մնացած քաղբանտարկյալները պայքարի կիզակետում են, մնացած քաղբանտարկյալների իշխանությունների համար քաղբանտարկյալներ չեն։ Անդրադառնալով իշխանություններին ու իրենց նոր թեզերին, պետք է ասեմ, որ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է նույն թափով, այսինքն հասել են նրան, որ եկեղեցին պառակտում են, փորձում են բաժանել երկու մասի, որպեսզի ավելի հեշտ տիրեն, դա սովորական պրակտիկայում տարածված է Նիկոլ Փաշինյանի, այսպիսով հիմա իրանք ստեղծել են մի խումբ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր որ ինչ որ դրդապատճառներով, շանտաժի, գումարի հետ կապված փորձում են Նիկոլ Փաշինյանի թելը թելեն ընդդեմ կաթողիկոսի։ Իսկ կաթողիկոսը բնականաբար ունի իր հավատարիմները, բարձրաստիճան հոգևորականներից, 3 ասուլիսով ներկայացրեցին իրավիճակը եւ բնականաբար եկեղեցուն հավատարիմ մնացած բարձրաստիճան հոգևորականները հավատարիմ մնացին նաեւ կաթողիկոսին եւ իրենց գաղափարներին ու բուն նպատակին, ինչի համար իրենք ծառայում են հայ ժողովրդին, Աստծուն վերջի վերջո եւ հայ Սուրբ Առաքելական եկեղեցուն։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը ստեղծելով երկու առանձին բևեռներ, միտեղ կաթողիկոսը, միտեղ ինքը փորձում է ներկայացնել ժողովրդին, որ ինքը ինչ որ կերպ մաքրում է եկեղեցին, բայց բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ կազմաքանդում է եկեղեցին, բաժանում է երկու մասի, որպեսզի տիրի, որ իր համար ավելի հեշտ լինի հետագայում եւ 26 թվականի ընտրությունները եւ մնացած բոլոր առումներով իր իշխանազավթումը ավելի երկարաձգելու ու բնականաբար լեգիտիմացնելու հիմքերը ավելի մեծացնելու, որ վաղը մյուս օր ասի ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, հպարտանում եմ ձեզանով, դուք ինձ ընտրել եք, տվել եք լեգիտիմ իրավունք, որպեսզի ես, ոնց հանձնեցի Արցախը հետո հիմնավորեցի, որ դուք եք մեղավոր, այսպես էլ հայոց եկեղեցին կքանդեմ 1700 եւ ավելամյա ու կստեղծեմ նոր աղանդավորական եկեղեցի, որտեղ ավանները ավելի գերիշխող կլինեն, այն գումարներն էլ, որ եկեղեցին վերցնում է ու օգնում է անապահով ընտանիքներին եւ այսպես շարունակ, կտանեմ պետբյուջեից էլ կտանեմ մեր տուն, հպարտանում եմ, խոնարհվում եմ սիրելի հայրենակիցներ, այսպիսով Նիկոլ Փաշինյանը վերջի կետով կավարտի հայոց պատմությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ միմիայն 3 հիմքերով, որոնցից մեկը բնականաբար բանակներ, մարտունակ բանակը, որը այլևս գոյություն չունի, առավել ևս Նիկոլ Փաշինյանի վերջի 7 տարիների վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն 5 եւ ավել միլիարդի զենք նվիրաբերեց Ադրբեջանին Արցախի հանրապետության տարածքում գտնվող ամբողջ ռազմատեխնիկան, ոչ միայն որ էլ չի գնում գույք եւ տեխնիկա բանակը մարտունակ դարձնելու համար, այլև նաեւ բանակը սարքեց 1.5 տարի, այսինքն կես տարով պակասեցնելով սովորական զինակոչիկների ծառայությունը։ Այսպիսով բանակը քանդելուց հետո, այս 3 դրույթները կատարելուց հետո, հիմա անցել է Սուրբ Առաքելական եկեղեցուն։ Ինչու՞, որովհետև մեր հենարանները անվտանգությունը ապահովողը բնականաբար բանակն է, իսկ մնացած հոգևոր արժեքները ու այն ինչի համար որ հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է, եկեղեցին է։ Հիմա եկեղեցին, որպիսի ներսից քանդի ու վնասազերծի բոլոր նրանց, ովքեր դեմ են ընդդիմանում են, քանի որ իրենք պայքարում են հայոց պետականության համար ու իրենք չեն մոռացել ու Արցախի էջը չեն փակել, ինքը վերցրել է, թիրախավորել է մի քանի առանձին մարդկանց ու անձի ատելության սկզբունքով, ոնց որ ինքը 18 թվականին էր աշխատում այդ նույն սկզբունքով, այսինքն անձի վրա հիմնված ատելության սկզբունքով ինքը ամեն ինչ տրամադրում էր անձի դեմ ու վերջի վերջո ինքը եկավ իշխանության։ Նույն սկզբունքով հիմա քանդում է եկեղեցին, անձնավորելով, ասելով այ տեսեք, ներկայիս կաթողիկոսը
ինչ որ ուխտ է խախտել, ինչ որ կանոնագիրք է խախտել եւ այսպես շարունակ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդ իր կեղծ անցկացրած պատարակները ու կաթողիկոսի դեմ ամեն ինչը որ կատարվում է, այն բռնաճնշումները ու այն դատաիրավական համակարգի այդ քայլերը, որ տանում է ըստ հաջորդականության եկեղեցու փլուզմանը, վերջի հենասյունն է լինելու հայ ժողովրդի, որովհետեւ այն երրորդը արդեն հայ ժողովուրդն է, այսինքն բանակը, եկեղեցին, հայ ժողովուրդը միասնական են եղել, այսպիսով մենք կարողացել ենք ունենալ ու պահպանել պետականություն ու ունենալ անկախություն։ Նայեք, օրինակ դուք նշում եք արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների այդ խմբի, ովքեր ամենայն հայոց կաթողիկոսի են, նրանց մեջ է նաև Արցախի թեմի առաջնորդը, ով ներկայացնում է Արցախը հարությանը, նրանց հոգևոր առաջնորդն է, ինչ կասեք նրա մասին, որ Արցախը հանձնելուց հետո Արցախի թեմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանը Հասկանալի է։ Տեսեք, միանշանակ դատապարտում եմ, անկախ այն հիմքերից, անկախ թե Նիկոլ Փաշինյանը շանտաժով կամ ինչ-որ կոմպրոմատով է խոսում Արցախի թեմի առաջնորդի հետ, միանշանակ դատապարտելի է, ինչու, որովհետև Արցախի թեմի առաջնորդը անգամ եթե ունի ինչ-որ խնդիրներ ու փորձում է այդ լուսաբանումից խուսափի համագործակցում իշխանությունների հետ, Արցախը հանձնողի հետ ձեռսեղմումը կործանելու է նաև իրան, որովհետև ժամանակին իրենք ձեռսեղմում կազմակերպեցին Նիկոլի հետ Արցախում ու Արցախը հանձնվեց։ Այսօր եւս մեկ անգամ մենք հավոնզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի խնայում անգամ այն մարդկանց, ովքեր որ իր հետ ձեռսեղմում են ունեցել, համագործակցել են ինչ-ինչ սկզբունքներով, պետք է այստեղ նշեմ նաև Էդմոն Մարուքյանին, ով բավական ժամանակ աշխատում էր Նիկոլ Փաշինյանի հետ, հպարտանում էր Նիկոլ Փաշինյանով, հատուկ հանձնարարականներով դեսպան էր եւ այսպես ու հիմա դարձել է խիստ քննադատող ընդդիմադիր ու վերջի հասկացել է որ Նիկոլ Փաշինյանը սխալ էր եւ այսպես շարունակ։ Նույնը վերաբերվում է նաեւ Արցախի թեմի առաջնորդին, այսինքն Նիկոլ Փաշինյանը իրեն օգտագործելու է այս տվյալ պարագայում կոնկրետ իրեն, որպիսի բոլոր արցախցիներին տրամադրի եկեղեցու դեմ, որովհետեւ թեմի առաջնորդը ներկայացնում է եկեղեցին ու ասոցացումը եկեղեցու arczepiskopos-ի հետ միանշանակ է, այսինքն ինքը ոնց է ժողովրդի մեջ սևերի սպիտակների բաժանում։ Հիմա էլ ինքը բաժանում է այն մարդկանց, ովքեր որ տրամադրվելու են Արցախի թեմի առաջնորդի դեմ ու լինելու են մարդիկ, որ պաշտպանելու են Արցախի թեմի առաջնորդին, այսինքն լինելու է մի իրավիճակ ստեղծվի, որ արցախցիներն էլ են կիսվելու մի քանի մասի, պաշտպանողները, քննադատողները եւ այսպես շարունակ ու էլի բաժանիր որ տիրե սկզբունքով ինքը հասնելու է իր ուզածին, քանի որ մենք դեռևս համախմբման կոչերով ենք միայն հանդես գալիս, բայց բուն համախմբումը ես ցավոք սրտի լինելով ընդդիմադիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է հետագայում այն մեղքերին, որ ինքը ավելացնում է իր վրա տվյալ arczepiskopos Արցախի թեմի առաջնորդը ինքը ինձնից լավ կարծում եմ գիտի Աստվածաշունչը, դրույթները եւ այն մեղքերը, որ ինքը իր վրա ավելացնում է 5000 զոհերի արյուն իր վրա վերցրած ներկայիս վարչապետի հետ կազմակերպում իր ձեռսեղմումը, վաղը մյուս օր ինքը նաեւ պատասխանատու լինելու այդ բոլոր մեղքերի համար, ինչը որ իրագործել է, կազմակերպել է, իրականացրել է ներկայիս վարչախումբը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը։ Սկսվում կեսարին է եւ որտեղ ինչպես եք տեսնում այդ բաժանումը մեր իրավիճակում նաեւ Բաժանումը, տեսեք, բաժանումը ակնհայտ է, այսինքն համագործակցություն Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների հետ բացառվում է յուրաքանչյուր սկզբունքով, այսինքն անգամ եթե ինչ-որ խնդիր ունի տվյալ մարդը ում շանտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանը, միգուցե հայ ժողովուրդը իրենց ընդունի այդ կոմպրոմատով հանդերձ ավելի ճիշտ ու ավելի հասկանալի, քան այն տարբերակը, որ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերվում է առաքելական եկեղեցուն ու աստվածաշնչյան իրականությանը, հայ ժողովուրդը, մենք հավատացյալներս, հետևորդներն ենք Սուրբ առաքելական եկեղեցու։ Ու մենք եկեղեցու կողքին ենք լինելու մինչև վերջ, որովհետև ի սկզբանե դարեր ի վեր հայ ժողովուրդը համախմբված է եղել եկեղեցու շուրջը։ Կլինեն անհատներ, կլինեն ստեղծվող խնդիրներ, որոնք կստանան իրենց լուծումները, բայց կոնկրետ կառույցը որպես այդպիսին եկեղեցին, որը հենց
ձեր ասած Աստծո ու Աստվածաշնչյան ճշմարտության համար ստեղծված կառույցը ինքը հենց հենասյունն ու հենարանն է այն նույն ժողովրդի, ում հետ որ կապը ստեղծվում է, Աստված ժողովուրդ եկեղեցով է կապը ստեղծվում, այսինքն ամուսնությունները, որ Աստծո կամքով իրականացվում են, ընտանիքներ են ստեղծվում, դա կազմակերպվում է եկեղեցում, կնունքը մարդկանց, ովքեր որ ընդունում են այն իրականությունը, որ իրանք կնքվում են, ընդունում են Աստծուն իրենց կյանքում, էլի կազմակերպվում է, իրականացվում է եկեղեցում, այսինքն եկեղեցին որպես կառույց, անկախ եկեղեցականներից ու եկեղեցականների սխալներից, ինչու՞ չէ նաև խնդիրներից, որոնց մասին բարձրաձայնելը բնավ խնդիր չի, խնդիրը նրանում է, որ բարձրաձայնելու անհրաժեշտություն չպետք է լինել, այլ խնդիրները պետք է լուծված լիներ, այսինքն այն կարգալույծ եղած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, ովքեր որ փորձում են դեմ գնան մեր հավատքին եկեղեցուն, մասնավորապես նաև Գարեգին երկրորդին, այ ի սկզբանե իրենց խնդիրներ պետք լուծել, որպեսզի անգամ չփորձեն համագործակցեն դավաճան իշխանությունների հետ, թե չէ մնացած առումներով մենք որ պատմությունները թերթում ենք, ընդհանուր հայոց պատմությունը թերթում ենք, մենք հասկանում ենք, որ առանց եկեղեցու հայ ժողովուրդը կենսական նշանակություն ունեցող կառույց է եկեղեցին մեր հայ ժողովրդի համար, ու մենք առանց եկեղեցու մեր հավատքի ու քրիստոնեական հավատքի չենք կարող ոչ մի սկզբունքով առաջնորդվել ու կարողանալ դիմանալ, դիմակայել ու վերջի վերջո պահպանել մեր քրիստոնեությունն ու մեր պետությունն ու պետականությունը, էլ ուր մնաց մեր անկախությունը, այսինքն ստեղ ընդհանրապես քննարկելու ոչ մի բան չկա, մենք հայ ժողովուրդս պետք է կանգնած լինենք եկեղեցու կողքին որպես կառույց, եկեղեցին արդեն նշանակել է կաթողիկոս, եկեղեցին ունենալով կաթողիկոս, մենք գնում ենք եկեղեցու կողմից ընտրված կաթողիկոսի հետևից, եթե ինչ-ինչ պարագայում լինում են խժդժոցներ կամ տարանջատումներ, միևնույնն է հայ ժողովուրդը անկոտրում գնում է հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևից, որովհետև դա ճիշտ ճանապարհն է դեպի առաստված, որովհետև այնտեղ քարոզվում է Աստվածաշունչը, Քրիստոսի ու Աստծո խոսքերը, որով որ մենք ապրում ենք, գոյատևում ենք եւ առաջնորդվում ենք։ Մնացած Նիկոլ Փաշինյանի ներկայացրած յուրաքանչյուր թեզ, դա ուղակի աղանդավորների թեզերն է, որ ինքը վերցե իրագործում է, որպեսի քանդի եկեղեցին սարքի մի կառույց, որտեղ որ հակակշիռը կլինեն աղանդները, ու ես ձեզ վստահեցնում եմ, եթե այս սկզբունքով Նիկոլ Փաշինյանը շարունակի եւ 26 թվականի ընտրություններին հաջողի, չի բացառվում, որ ինչ որ աղանդավորական կազմակերպություն ավելի մեծ արտոնություններ ստանա կամ վերջի վերջո կաթողիկոս նշանակվի այնպիսի մի մարդ, որ իր սկզբունքներով ու բնույթով ընդհանրապես կապ չունենա մեր առաքելական եկեղեցու հետ։ Այսպիսով միացնելով իրար մենք հասկանում ենք, որ ներկա իշխանականները բաժանիր տիրիր սկզբունքով աշխատում են հայ ժողովրդի դեմ, քրիստոնեության դեմ եւ բնականաբար մեր պետության դեմ, որը որ մենք վաստակել ենք արյամբ եւ քրտինքով, պահպանել ենք արյամբ եւ քրտինքով։ Շատ լավ նշում եք ինչ են անում իշխանությունները, թե քաղաքալաչների դեպքում, թե եկեղեցականների եկեղեցու դեմ ոնց են պայքարում, բայց ինչ պետք է անել, որպեսզի նրանք չհասնեն հաջողության։ Տեսեք, նախ ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենք հաջողության չեն հասնելու, նորից թերթելով պատմությունն ու պատմական էջերը պետք է վստահաբար նշել, որ երբևիցե չի եղել, որպեսզի դավաճանները հաղթեն, երբևիցե չի եղել, որ հայ ժողովուրդը կոտորվի, կործանվի ու վերանա, դա եղել է թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը, որ այդպիսով թանգարանային մեկ նմուշ լինի հայի ու բացառապես մենք լինելով 10 միլիոն եւ ավել ամբողջ Հայաստանը եւ Սփյուռքով հանդերձ վստահեցնում եմ ձեզ, որ եթե չի ստացվել այս հազարամյակների ընթացքում, չի ստացվելու նաև Նիկոլ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի մոտ, դա միանշանակ է։ Իսկ ինչ վերաբերվում է այն գործողություններին ու այն համախմբմանը, բնականաբար պետք է հայ ժողովուրդը համախմբվի ընդհանուր գաղափարի շուրջ,
ընդդիմությունը մեծ աշխատանք ունի այդտեղ կատարելու, այսինքն ստեղ խնդիրը միայն նրանում չի, որ մենք ասենք ժողովուրդ ու գնանք ամեն-մեկս մեր ճամբարներով ու որոշենք, որ պատրաստվում ենք 26 թվականի ընտրություններին կամ ինչ-որ պայքարի ձևաչափ ենք ընտրում։ Մենք պետք է նախ որպես ընդդիմություն աշխատենք ժողովրդի հետ, որպեսզի հասկանանք ժողովրդի բողոքը ինչու է կայանում, բողոքը դժգոհությունը եւ այսպես շարունակ, որպեսզի ճիշտ թիրախավորենք ու հասկանանք բոլոր թիրախային շրջանակների հետ աշխատենք, որ 26 թվականին չունենանք 21 թվականի արդյունքը ու չլինի այնպես, որ ընդդիմադիր ինչ-որ շրջանակներ, որ պնդում էին 21 թվականին կրելու են, հաղթելու են կամ կռելու են ու վերջի վերջո հիմա էլ պատրաստվում են 26 թվականի ընտրություններին ու Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանին չստացվի հեռացնել, վաղ մյուսօր պատրաստվելու են 31 թվականի ընտրություններին, որպեսզի չլինի նույն իրավիճակը, չստեղծվի նույն իրավիճակը, պետք է հայ ժողովուրդը միասնականություն դրսևորի գոնե գեթ մեկ գաղափարի շուրջ հավաքվի հեռացնի դավաճանին, հետո բնականաբար ժողովրդավարական երկրներում ինչպես որ կազմակերպվում է, կկազմակերպվի ընտրություններ, ժողովուրդը կընտրի հաջորդ իշխանություններին, որի ցանկում այլևս չի լինի Նիկոլ Փաշինյանը ու պատասխանատվության կենթարկվի եւ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայիս իշխանությունների մեջ գտնվող բոլոր այն ստահակները, ովքեր որ մեղավոր են զոհերի, հանձնումների, դրամաշորթումների, թալանի ու կեղեքումների համար, ոնց հիմա հայ ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ, վաղը մյուսօր պետք է պատասխան տան, թե ինչ սկզբունքով է կազմակերպվել, ինչ սկզբունքով է իրականացվել եւ ովքեր են պատասխանատուները։ Այսինքն, եթե ձեր հարցը վերցնենք, միացնենք ու ընդհանրացնենք, պետք է լինի միասնականություն գեթ մեկ խնդրի շուրջ։ Այսինքն, այս իշխանությունները հատելով բոլոր կարմիր գծերը, անցնելով բոլոր կարմիր գծերով, կործանելով բանակը, հանձնելով Արցախը, տալով այդքան զոհեր, վերջի վերջո ինչ որ թվեր են ճշտում 3 կամ 5000, էական նշանակություն չունի մեր եղբայրներից 3000 թե 5000-ն է զոհվել։ Եթե զոհվել են ու ըստ Աննա Հակոբյանի հանուն ոչնչի, արդեն իսկ դատապարտելի է այս իշխանությունների յուրաքանչյուր գործողություն եւ խոսք։ Ժողովուրդը պետք է հասկանա, համախմբվի այս եղած ընդդիմության կողքը զուտ մեկ գեթ ճանապարհ տեսնի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, հետագայում այն սկզբունքով, որ կլինեն ժողովրդավար ընտրություններ, կանցկացվեն թափանցիկ ընտրություններ, նոր իշխանությունները կգան, ովքեր կազմակերպեն հայանպաստ գործունեություն, մեզ կփորձեն այս իրավիճակից դուրս բերեն, պահպանեն մեր պետությունն ու պետականությունը եւ բնականաբար հետագայում նաեւ ամրացնեն եկեղեցին, եկեղեցու հիմքերը, որը որ կրկնում եմ եւս մեկ անգամ մեր հենասյունն է, մեր պետության ու հայ ժողովրդի միակ հենասյուններից մեկը եկեղեցին է, մյուսը բանակը, որը որ ապահովում է մեր անվտանգությունը։